Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում քարոզարշավի կուլիսներում, ինչ հնարքներ են կիրառվում եւ ինչպես են դրանք անդրադառնում մարդկանց ընտրողի վրա։ Մեր զրուցակիցը հոգեբան Անի Ապիտոնյանն է, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ որպես հոգեբան ինչպես կբնութագրեք այս քարոզարշավի ընթացքը հոգեբանության տեսանկյունից, այսինքն քարոզարշավի հոգեբանական ֆոնը ինչպես գնահատեք։ Բավականին բուռն, կարող եմ ասել նաև ագրեսիվ։ Հենց այդ երկու բառով հավանաբար կարող եմ բնութագրել։ Ինչն է ավելի շատ ագրեսիան, հուսահատությունը միգուցե մարդկանց մոտ։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մինչև քարոզարշավը արդեն մենք ունեին բավականին լուրջ հոգեբանական խնդիրներ, ազգաբնակչությունը, անգամ հետազոտություններն են դրանք ցույց տալիս Հայաստանում իրականացված, քանի որ անցել ենք պատերազմ, կորուստներ ենք ունեցել, տեղահանություն ենք ունեցել, բավականին եւ տարածքային կորուստ եւ մարդկային կորուստ, դա բավականին ծանր իրադարձություններ են, որի միջով անցել է ազգաբնակչությունը ու այսպես թե այնպես յուրաքանչյուրը որևէ տոկոսով դա ազդեցություն ունեցել է։ Այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ բավականին մեծ ճնշող մեծամասնությունը, այսինքն կեսից ավելին որոշակի, քանակի թվով մարդկանց հետազոտության դեպքում կարծեմ 5000 էր այդ թիվը, բավականին լուրջ դեպրեսիա կա, հետազոտությունը դուք եք անցկացրել։ Չէ, ես չեմ անցկացրել, ես եղել եմ, երբ որ ներկայացրել են հետազոտությունը, Արար հիմնադրամն է իրականացրել։ Տեսեք, շատ հաճախ ասվում է, որ ընտրությունները մեր երկրում վերածվում են հոգեբանական մեծ դրամայի կամ ինչպես քաղ տեխնոլոգներն են ասում, թամաշայի, շոուի։ Հիմա ինչու հանրության զգալի հատվածի համար ընտրական գործընթացը ընկալվում է ոչ թե որպես ռացիոնալ քաղաքական քայլ, այլ հուզական շոու։ Կարծում եմ բոլոր տեղերում կա այդ շոուն։ Թույլ տվեք մի քիչ սոցիալական չեմ կարծում, առանձնահատկություններ ունեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր առանձնահատկությունը, բայց կարծում եմ ընդհանրապես քարոզարշավը որոշակի մաս շոու իր մեջ ներկայացնում է, եթե մենք ասենք դիտել ենք թեկուզ հոլովակներ կամ ինչ-որ տեսանյութեր արտասահմանում անցկացվող քարոզարշավներից, այդ մասը կա։ Սակայն մեզ մոտ յուրահատուկ է, կարծում եմ նրանով, որ մենք ավելի շատ հիշում ենք մեր պարտականությունների եւ իրավունքների մասին, ժողովրդի նկատի ունեմ, հենց ընտրության ժամանակ։ Այսինքն մենք անընդհատ ընդգրկված չենք պետակաշինության մեջ, յուրաքանչյուրը կարծես իր գործն անում է, մտածելով, որ դա արդեն բավարար է, եւ ստացվում է, որ բուռն է դառնում հենց այդ շրջափուլը, որտեղ ինչ որ որոշում պետք է կայացվի։ Մեզ դրա համար կոնկրետ այդ ժամանակաշրջանում ավելի հուզական է դառնում։ Բացի դա, կարծում եմ յուրաքանչյուրը ցանկանում է իրեն ավելի շատ ընտրեն եւ ունի իր տեխնոլոգիաները դրան գրավել։ Մենք էմոցիոնալության առումով ավելի էմոցիոնալ ենք, թե ընտրությունից ընտրություն էմոցիաներն են պարզապես ավելանում։ Եկեք ես մի փոքր այլ ձև մոտենամ հարցին, փոքր սոցիալական հոգեբանության տեսանկյունից մոտենանք, օրինակ ամբողջի կառավարման տեսանկյունից մոտենանք։ Հիմնականում ամբողջի կառավարում այդ մեխանիզմն է սոցիալական հոգեբանության, որը ցանկանում է վերահսկել վարքագիծը մարդկանց, որոշակի ուղղորդում տալ։ Ինչպես է դա տեղի ունենում, օրինակ, խոսույթներ են տարածվում կամ կարճ կոնկրետ խոսույթներ, որոնք հաճախակի կրկնվում են։ Մանտրային պես մոտավորապես այդպիսի մի բան։ Եվ հաճախակի կրկնվելու դեպքում մարդը սկսում է դա անցալել որպես բացարձակ ճշմարտություն։ Այսինքն ինչը շատ է լսում, կարելի ասել այո։ Այսինքն մենք սկսում ենք դա անգիտակցականի վրա է ազդում եւ մարդը քանի որ ձգտում ունի հեքիաթ հյուսել իր շուրջ, դա իր պաշտպանական մեխանիզմն է, այսինքն ամեն ինչ լավ կլինի, քանի որ այս մարդը գումարվում է դրան շատ կարևոր մի էլեմենտ, ասողը պետք է շատ հուզական լինի նաեւ։ Այսինքն եթե հուզական է ասում, ուրեմն ինքը ճշմարիտ է։ Եթե մարդը ուղղակի կանգնում է, սկսում է քննադատական մտածողությամբ, ինչ որ վերլուծություններ անել,
արժանահավատ չի համարվում, քանի որ ինքը բուռն չասեց, կրքոտ չասեց, դա կյանքում էլ է այդպես ռեալ իրականությունում սառը դատողական խոսքը, վերլուծական խոսքը շատ հաճախ հետաքրքիր չի լինում։ Այո, դրա համար այդ հուզականությունը մենք ընկալում ենք նաև որպես հավելյալ ճշմարտություն ապացուցող որևէ էլեմենտ։ Եվ այս ամենը նաև հաջորդ փուլը հետևյալն է, որ վարակովի է սա։ Այսինքն մեր հուզականությունը տարածվում է։ Նկատած կլինեք, օրինակ նստած եք սենյակում, հանգիստ նստած խոսում եք, մեկ ուրախ զվարթ մտնում է, ակամա սկսում ենք ծիծաղել, ուրախանանք, դեռ չգիտենք ինչ է կատարվել։ Օդն է փոխվում։ Այո, հենց դա վարակն է։ Այսինքն սա վարակվում է եւ եթե առաջ հավաքվում են կոնկրետ տեղերում, դարեր առաջ օրինակ կային տեղեր, չէ, որ մեկը գալիս է ինչ-որ գաղափարախոսությունը փորձում էր ներկայացնել, մարդիկ հավաքվում էին, լսում էին։ Հրապարակները։ Այո, հրապարակները հիմա մի փոքր փոխվել, էլի կան հրապարակներ, որտեղ ժամ են դնում մարդիկ հավաքվում են, բայց կան այ բարձանց հրապարակներ։ Այո, դա ավելի բարդացրել է այն առումով, որ քանի որ ամբողը ինքը անպատասխանատվություն է սկսում դրսևորել։ Ինչն է դա։ Եթե մենք շատ ենք, պատասխանատվությունը էլ միայն ես չեմ կրում։ Հա, ամբողին կառավարելու ժամանակ օրինակ լինում են դեպքեր, երբ կարող են հրաման տալ ուղակի կատարել որևէ հանցագործ որևէ գործողություն կատարել, հանցագործություն եւ եթե մեկը այդ միջուկից մեկ ասի, այո, դա շատ կարևոր է, օրինակ, ինչ որ իրենց գաղափարախոսություն, շատ հնարավոր է ամբողը միանա, որտեղ այդ վարակը միանգամից տարածվում է։ Հաճախ այդպես էլ լինում է։ Այո։ Տեսեք, քարոզարշավի ընթացքում ականատես ենք լինում փոխադարձ վիրավորանքների, ագրեսիվ հռետորաբանության եւ սպառնալիքների։ Հոգեբանական ինչ նպատակ ունի ագրեսիվ խոսույթը եւ ինչու է այս փուլում մեզ մոտ այդքան տարածված։ Ինչպես նշեցի, բուռն է, հավանաբար ժարին լուրջ բաներ են դրված, հայրենիք, տարբեր ծանր թեմաներ, այդպես բնութագրեմ, բացի դա ագրեսիվ վարքագիծը ոչ միայն շատ բացի այն ինչ որ կանդրադառնամ ձեր հարցին, նաև ասեմ, որ դա շատ վատ է անդրադառնում հենց ժողովրդի վրա, այսինքն այդ ագրեսիվ կեցվածքը կապ չունի որ կողմից է դա դուրս գալիս, հա։ Հավասարապես եւ իշխանության եւ ընդդիմության կողմից դրա համար եմ ասում, հավասարապես է մի քիչ շատ ու քիչ է, բայց կապ չունի, դա ազդում է նաեւ նրա վրա, որ մարդիկ այն հուսահատված զանգվածը, որը չի ցանկանում դուրս գալ գնալ ընտրության, կարող է ավելի շատ հուսահատվել, այսինքն սա կարող է նվազեցնել մարդկանց մասնակցությունը ընտրություններին, բացի դա այդ վերաբերմունքը իրենց կողքը ավելի հավաքում են այն մարդկանց, ովքեր նմանատիպ վարքագիծ ունեն, իրենց դուր է գալիս այդպիսի վարքագիծը, մտածում են դա ուժեղ լինելու նշան է, բայց դա մենք գիտենք ուժեղ լինելու նշանը այդպես չի լինում, եւ բացի դա այստեղ մի կարող եմ օրինակ բերել դեռահասության տարիքի վրա բացատրեմ, որ ավելի տենց ընկալելի լինի։ Երբ որ խմբի մեջ որևէ մեկը կանգնում է, ուժեղ տղան խմբի կանգնում է, գոռում է, որ ես եմ ըստեղ տղան, ինձ պետք է լսեք, ինչ է կատարվում, իր շուրջ ովքեր են հավաքվում, հիմնականում մարդիկ ովքեր վախենում են իր կողքին չլինեն, կպատժվեն։ Սա էլ է որոշակի մեխանիզմ, հոգեբանական մեխանիզմ, որի վրա կարելի է ազդել։ Այսինքն դեմ կողքը չլինեք, վտանգավոր է, սա հնարավոր է։ Տարբեր պատճառներ են լինում, դրա համար ուզում եմ նշել, որ շատ կարևորում եմ հիմա, շատ խոսում են նրա մասին, որ շատ է մեծ զանգված, հա, ժողովրդի մեծամասնությունը գոնե մասնակցի ընտրություններին, ինչու։ Մենք մասնակցային ժողովրդավարություն, հասարակական կազմակերպությունը ՔՎԷ-ում նախաձեռնություն է սկսել, որի անդամներից մեկը ես եմ։ Մեր նախաձեռնությունը ուղղված է նրան, որ հասարակության բոլոր բազմաշերտություն ապահովի հասարակությունը ընտրություններում, ինչու, որովհետև պետությունը, պետականաշինությունը մասնակցային պետք է լինի։ Ինչպես նշեցի, մենք ընտրությունից ընտրություն ենք հիշում դա, բայց դա պետականաշինություն չէ։ Մասնակցային ժողովրդավարությունը այլ միտում ունի, ամեն տեղ մարդը իր ներդրումը ունենալ։ Դրա համար, եթե մենք ուզում ենք, օրինակ ես չեմ պատկերացնում, ես ինչպես չմասնակցեմ
իմ պետության կայացման գործին։ Դրա համար ես հակված եմ նրան, որ որքան շատ մարդ գնա մասնակցի, այնքան բազմաշերտ կլինի ներկայացվածությունը եւ փոփոխությունը բերում է հենց դա։ Իսկ եթե մարդիկ ընտրողը պարզապես չի տեսնում այն լիդերին կամ այն ղեկավար ուժին, որին պետք է ձայն տա, այս դեպքում ինչպես անել։ Որի մասին շատ խոսում է, իրականում դա մարդու որոշելիքն է։ Ինքը կարող է գնա բացառման ձևով մտածել, ընտրություն կատարել։ Օրինակ, թեկուզ հենց տվյալ դեպքում ինքը իր որոշումն ունի ինչպես կատարել եւ ունտրել փոքրագույնը թե չընտրել ընդհանրապես, որն է լավ։ Դա դուք տվեցիք այդ պիտակավորումը, այսպես ասեմ։ Ես հարցնում եմ պարզապես։ Հա, որտեղ մարդիկ էլ են այդպես ասում, չարյաց փոքրագույն կամ չգիտեմ ինչ ընտրել։ Դա իրենց որոշումն է, դա յուրաքանչյուր անձի որոշումն է, ինքը ինչ անի իր քվեի հետ։ Բայց օգտագործել սեփական իրավունքը եւ նաեւ պարտականությունը պետության, մարդկանց, ժողովրդի, ազգաբնակչության եւ իր հանդեպ, կարծում դա շատ կարեւոր է։ Երբ առավոտից երեկո ամեն օր բարբերաբար այս ընթացքում ագրեսիա ես լսում, էմոցիոնալ խոսք ես լսում եւ սպառնալիքներ են հնչում բոլոր ուղղություններով, մի տեսակ արդեն դժվար է լինում կողմնորոշվել, թե ինչ պետք է անել նման դեպքերում։ Տեսեք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգություն է հայտնել հանրային խոսույթում ատելության եւ անհանդուրժողականության տարածման վերաբերյալ։ Ինչպես է այսպիսի թունավոր տոքսիկ տեղեկատվական հոսքը ազդում մարդկանց վրա։ Մի քիչ խոսեցինք այս մասին, բայց փորձենք փակագծերը բացել, ինչպես է դա անդրադառնում յուրաքանչյուր անհատի վրա։ Սա գումարվում է այն ամենին, ինչ արդեն կա։ Այսինքն, երբ նշեցի, որ ազգաբնակչությունը արդեն ունի բավականին մտահոգիչ խնդիրներ, սրան գումարվում է սոցիալ-տնտեսական որոշակի կարգավիճակը, մարդու տեղեկատվական հոսքը, որը միշտ կա, կախված տարբեր սոցիալական ցանցերի եւ ոչ միայն քարոզարշավի հետ, դրան ուղղակի գումարվում է ագրեսիան սպառնալիքը, որը ուղիղ ազդում է մարդկանց վրա, ուղիղ։ Եթե մենք հոգեբանի մոտ այցելուին մենք կարող ենք ասել փորձիր քչացնել, եթե վատ ես քեզ զգում, տեղեկատվություն կարդալը, հա, այդ լրահոսին հետևելը փորձիր քչացնել, բայց միևնույնն է ինքը էս իրականության մեջ ապրում եւ պետք է տեսնի այդ իրականությունը նաեւ որոշումներ կայացնելու համար ազդում է բավականին ծանր, կարծում եմ։ Այսինքն հիմա, եթե մենք շուրջ բոլորը նայենք, բոլորը ոչ միայն ընտրություններից են խոսում, դա կլիներ լավագույնը, խոսում են, որ իրանք հոգնել են, որ իրանք տագնապած են, որ իրանք անհանգիստ են ու հոգնել են վտանգավոր սպասելիքներ ունեն, այո, ունեն, կանխատեսումներ ունեն եւ շատ լավ կլիներ, որ ուղղակի ժողովրդի հանդեպ լիներ հոգատարություն։ Տեսեք, այս ամենին, ինչ որ դուք ասացիք, գումարվում են նաեւ այն տեսանյութերը, որոնք վերջին օրերին հատկապես աղմկահարույց տեսանյութերի մասին է խոսքը, դիմակավորված մարդկանց մասին, բեմադրված է թե բեմադրված չէ, դա այլ հարց է, բայց հանրության նյարդերի վրա խաղացող տեսանյութեր են դրանք։ Հաճախ քաղաքական ուժերը օգտագործում են նմանատիպ քարոզչական մեքենա գործիքներ իրենց խոսքը կամ ավելի լավ տեղ հասցնելու համար, կամ միգուցեև ընտրողին ավելի կողմնորոշելու համար, ինչու են դրանք այդքան ազդում առանց անտեսելով ընտրողների հոգեբանական վիճակը, ինչու են հաճախ դրանք անտեսվում, ինչու մարդկանց փորձում են ուղղորդել ամեն գնով առանց հաշվի առնելու, թե այդ տեսահոլովակները կամ նման գործիքակազմը ինչ հետևանք կթողնի մի ամբողջ ժողովրդի վրա։ Սա էլ հենց իմ ասած հոգատարության պակասն է։ Այսինքն ինչ որ մեկը պետք է աշխատի այդ խմբերի հետ, իշխանությունը պետք է աշխատի, ով պետք է անի դա։ Ընդհանրապես իշխանության գործոնն է, ֆունկցիան է հոգատարություն դրսևորել ազգաբնակչության հանդեպ, որովհետև իշխանությունը դրա համար է գալիս, որպեսզի բարելավի ազգաբնակչության եւ հոգեվիճակը եւ սոցիալ-տնտեսական պայմանները եւ այլն։ Ընտրվում է իշխանությունը դրա համար։ Ձեր հարցի
Մյուս պատասխանը ինչու է դա արվում, որովհետև ամենահեշտ կառավարելի մեխանիզմը, մարդուն կառավարելու մեխանիզմներից մեկը վախն է։ Այսինքն, եթե մարդիկ վախենում են, իրենք ավելի հեշտ կարող են կառավարվել, ձեր, ինչպես ասեցիք, անցնել այս կողմ կամ այն կողմ։ Կկառավարվեն, թե ընդհանրապես մարդիկ իներտ վիճակում կհայտնվեն, այսինքն ոչ ոք չի գնա ընտրությունների այս դեպքում։ Եվ նա կարող է լինել, եւ նա։ Այսինքն տարբեր կարող է լինել։ Դուք քարոզում եք, որ մարդիկ գնան ընտրությունների, բայց նմանատիպ հոլովակները կամ ագրեսիվ խոսույթը մարդկանց ստիպում է, որ մնան տանը ըստ էության։ Դրա համար նշեցի, եկեք այսպես մոտենանք հարցին, կա ամբողջի ղեկավարում, որը նաև սոցցանցերով է հնարավոր անել հիմա, կա նաև անհատը եւ իր քննադատական մտածողությունը։ Երբ որ մարդը նկատում է, որ ինքը չափազանց հուզական է վերաբերվում որևէ քաղաքական գործի ասածներին եւ ընդունում է բացարձակ ճշմարտություն, այստեղ ինքը իրեն պետք է ասի կանգ առ։ Ես կորցնում եմ սեփական անձի եւ քննադատական մտածողության կարևորագույն տարրերը։ Երբ որ մարդը այս մասում իրեն հասկանա եւ կանգ առնի, կսկսի արդեն յուրաքանչյուրի խոսքին վերաբերվել ոչ թե բացարձակ ճշմարտություն, այլ կդիտարկի որքանով է հավանական դա, որքանով է հավանական այս տեսահոլովակը լինի իրական։ Օրինակ, հենց այդ տեսահոլովակի հետ կապված ես մի բան նկատեցի, մատերը ձգանին են դրված։ Ուրիշ չեմ նայել, այդ մասն եմ նկատել, բայց զենքի հետ գործ ունեցող մարդիկ գիտեն, որ մատերը ձգանին երբեք չեն դնում, որովհետև այնտեղ կարող է լինել փամփուշտ։ Միշտ դնում են վերևում։ Այսինքն տպավորություն է, որ այս մարդիկ գուցե զենքի հետ վարվելու ձև չգիտեն։ Իմ քննադատական մտածողության մասին ես խոսեցի հենց հիմա, ես դա նկատել եմ, իմ մոտ ֆիքսել եմ, անցել եմ առաջ։ Բայց նույնիսկ այս դեպքում սա էլ բացարձակ ճշմարտություն չէ, ինչ ասացիք։ Իհարկե, դեռ կտեսնենք ինչ էր տեղի կունենա, հա, դրա հետ կապված, իհարկե դրա համար պետք են ամուր նյարդեր։ Ես անգամ իմ սոցիալական էջում նշել եմ հատուկ վարժություններ, որպեսզի մարդիկ անեն իրենց օրը թեթևացնելու եւ այս ծանր իրադրությունից մի փոքր դուրս գալու համար, որտեղ բավական հերոստատողներին ինչ եք խորհուրդ տալիս։ Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ կատարել վարժանք, ասեմ այդ երկար վարժանքը։ Շատ երկար է։ Չէ։ 20 անգամ ոտնաթաթի վրա շնչելով բարձրանալ վերև, 3 վայրկյան պահել, արտաշունչ անելով իջնել ներքև, բայց կրունկը չհասցնել հատակին։ Սա անելուց հետո, երբ որ պարկում են քնելու, դա քնելուց առաջ է հարկավոր անել։ Միտքը մակրող գործողություններ։ Ինքը միտքը մաքրում է եւ ակտիվացնում է թափառող նյարդի գործունեությունը եւ իջնում է կորտիզոլը։ Հիմա խոսենք նաեւ մանիպուլյացիայի չենթարկվելու վախերի մասին։ Ինչպես տարբերել անկես քաղաքական խոսքը մանիպուլյատիվ գործիքակազմից։ Ես նշեցի սկզբում, եթե կարճ կոնկրետ է ու հաճախակի կրկնվող, սա արդեն կարող է մանիպուլյացիա դիտարկվել։ Եթե մի խոսույթը անընդհատ կրկնվում է եւ տրամաբանորեն շղթա չկա, հա ուղղակի ասվում է, բայց չկա դրա համար հիմքեր, փաստեր։ Օրինակ պետք է գնալ գտնել այս փաստը, որից մարդը խոսում է, փաստ ունի թե ուղղակի ինքը այդ խոսույթը անդադ կրկնում է։ Այսինքն սա քննադատաբար մտածողություն, որը միգուցե մարդիկ հավես չեն անում այդքան ընկնեն այդ ամեն ինչի հետևից։ Հարց տալ, ես հիմա ուղղակի վստահում եմ իրեն, որովհետև ուզում եմ դա լսել, իմ ցանկությունն է, որ դա լինի, թե իրականում տակը կան հստակ փաստեր։ Լավ։ Սա օգնում է, որպեսզի մանիպուլյացիայից դուրս գանք։ Եվ թողարկման վերջում ձեր գլխավոր խորհուրդը ընտրողին։ Շատ կուզեմ, որ յուրաքանչյուրը ուղղակի հենց քննադատաբար մոտենա ինքը իրեն տրամադրի 10 րոպե իր երկրի ապագայի կառուցման համար եւ մեծամասնությունը գնան ընտրության, ապահովեն բազմաշերտություն, բազմակարծություն երկրում։ Շատ կուզեմ։ Կօգնի։ Հուսանք, տեսնենք։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք, պատասխանում եք մեր հարցերին։ Մենք զրուցում էինք հոկեբան Անի Ապիտոնյանի հետ,
Ցտեսություն։